Միացյալ Նահանգներում 2016 թվականի նախագահական ընտրապայքարը շարունակում է անակնկալներ մատուցել։ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բեռնի Սանդերսը Նյու Հեմփշիրում հավաքել է ձայների մեծամասնություն, հետևում թողնելով առաջատար հանդիսացող Հիլարի Քլինթոնին։ Իսկ Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփն էլ նոր մրցակից է ձեռք բերել հանձինս Օհայոյի նահանգապետ Ջոշ Քասիքին։ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին ընդառաջ հայ-ամերիկյան կազմակերպությունները նույնպես անդրադառնում են Օբամայի առաքելությանը եւ նախագահի թեկնածուներին։ Նախագահ Օբաման կմասնակցեր նախընտրական իր արշավին ընթացքին մեծ խոստումներ արավ Ամերիկա հայ քաղաքին, խոստումներ, որ որպես նախագահ ինքը պիտի ճանաչեր հայկական ցեղասպանությունը, խոստումներ, որ պիտի ընդլայներ Ամերիկայի օժանդակությունը դեպի Հայաստան, որ պիտի պաշտպաներ Արցախի ազատ անկախ իրավիճակը։ Ամերիկայի Հայդատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Ջուլջյանը հույս է հայտնում, որ իր նախագահության շրջանում Օբաման եւս մեկ հնարավորություն ունի հայոց ցեղասպանության առումով իր խոստումը կատարելու հարցում եւ հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախմբի դիրքորոշումը ներկա ընտրություններում։ Հիմա ժամանակն է իրենց հարցադրումներ տալ, իրենց պատասխանները լսել կարևոր հայկական հարցերու գծով։ Երկրորդ աշխատանքը ասոր մեջ մասնակցությունն է։ Մասնագից դառնալ ընդհանուր այս ամերիկյան կարևոր ընտրական պայքարին ընթացքին։ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նույնպես անդրադառնում է այս թեմային։ Երբ նայում ենք, թե Բարակ Օբամայի առաքելությունը եւ Միացյալ Նահանգները ինչ դեր ունեն աշխարհում մարդու իրավունքների հարցում, մենք ջանում ենք, որ նախագահը ցեղասպանության վերաբերյալ ընտրարշավի ժամանակ տված խոստումը պահի։ Ինչ վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններին, Բրայան Արդունին նույնպես ընդգծում է հայերին հուզող թեմաները բարձրաձայնելու հարցը։ Հարկավոր է նայել թեկնածուների հայերին հուզող հարցերի շուրջ նախկին գործողություններին։ Ոմանք նախկինում անդրադարձել են մեզ հուզող թեմաներին, սակայն մի քանիսն էլ ընդհանրապես չեն շոշափել ցեղասպանության, Հայաստանի ֆինանսավորման, Ղարաբաղի ֆինանսավորման, Ադրբեջանի կողմից սահմանը խախտելու թեմաները։ Կարծում եմ հարկավոր է, որ Ամերիկայի հայ ընտրողները բարձրաձայնեն իրենց կարծիքը եւ հասկանալի դարձնեն մեր խնդիրները։ Հիշեցնենք նաև, որ Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունների արդյունքները ստիպեցին նախագահի թեկնածուներ Քրիս Քրիստիին եւ Քարլի Ֆիորինային դուրս գալ ընտրապայքարից։ Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։